Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Դավիթ ջան, ողջույն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ոնց ես։ Ողջույն Մայիս ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար, լավ եմ, դու ոնց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Ճիշտ ասած, քեզ քո գրառումային ուղարկեցին ընկերներս, LinkedIn-ում գրառում էի արել, եւ որ տեսա նորից նոր երիտասարդ մարզեր տեղափոխվել, հնարավորություններ ստեղծում, ահագին ուրախացա ու ուզեցի այսպես մի հատ մտքերի փորձի փոխանակում անենք։ Իդեպ կարաս դու էլ ինձ հարցեր տաս, որտեղ ես էլ եմ տեղափոխվել, այսպես դու էլ կարաս ինչ-որ հարցեր տաս։ Առաջինը, որ կուզեմ իմանամ, որտեղից ես, որտեղից եկար, այնտեղ որտեղ եկար, ինչ նպատակով, ինչ փորձառություն արդեն ունեք, ինչ եք անում, մնացածը օրգանական կշարունակենք խոսակցությունը։ Իմ դեպքում ավելի ճիշտ կլինի վերադառնալ ասվածը։ Ես ծնվել մեծացել եմ Վանաձորում, ուղղակի վերջին տարիներին մոտավորապես 5-6 տարի Վանաձորում չեմ եղել ու արտագնա աշխատանք Ռուսաստան, հետո Ամերիկա, հետո բանակային փուլն եկավ, դրանից հետո Երևանում վերջին 2 տարի, մի քիչ ավել Երևանում էի մագիստրատուրա ուսում, էլի աշխատանք, բայց վերջիվերջո որոշեցի վերադառնալ իմ պապական գյուղ, այս պահին Գյուլաքարակ խոշորացված համայնքի Հոբարցի գյուղում եմ ապրում, աշխատում, ստեղ ինձ շատ կոմֆորտ է, հաճելի է, բնությանը մոտ, իմ բիզնեսն ունեմ, ռեստորանային, ու սենց ոգևորված հավեսով եկել եմ իմ աշխատանքին գործին կպել, սենց ասած, հա, օրվա տարբեր ժամերի տարբեր դերեր ունեմ, ասենք, չգիտեմ, մենեջերից սկսած, մինչև մաքրող, բանվոր, շինարար, այն ամեն ինչ մինչև ես գաղափար չեմ ունեցել, հիմա արդեն դրա մեջ եմ առօրյան անցնում, ինչը շատ հետաքրքիր է։ Զուգահեռ ոնց եղավ այդ LinkedIn-յան post կամ համայնքը, որը այդ վերադարձած տեղափոխվածների համայնքը, երիտասարդական աշխատող եմ, ընկերներով կազմակերպություն ունենք հասարակական, կոչվում է ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանց, INET-NET։ Ու երկար ժամանակ ես երիտասարդների ոլորտում լինելով, դա իմ ամենամեծ հոբբին է, նախասիրությունն է, երբ որ եկա ստեղ տեսա, որ այդ առումով ահագին բացեր կան գյուղերում, կան լիքը լուսավոր երիտասարդներ, որ մեծ պոտենցիալ ունեն, բայց չունեն հնարավորություններ, ու փորձեցի այս թեմայով խոսալ LinkedIn-ում, հնարավոր բոլոր հարթակներում, այս podcast-ում ու նաև գտնել իմ հին ընկերներից, նաև նոր մարդկանց, ովքեր որոշակի գործունեություն ծավալում են, միանալ իրենց, ուժերը համատեղել ու փորձել մի լավ բան անել համայնքի համար, հա, այդ գործից, բիզնեսից, աշխատանքից, այդ ամեն ինչից զատ պետք է աշխատելիս թվում է նախ առաջինը երիտասարդների հետ։ Այս կտորը նորություն էր իմ համար, որ հանրային ակտիվությամբ էլ, հասարակական ակտիվությամբ էլ ես զբաղվում, շատ ապրես, այդտեղ ավելի մոտեցանք իրար, որտեղ ես հիմա այս կյանքի փուլում ավելի շատ այդ ոլորտից եմ։ Ես կուզեմ իմանամ Երևանում ինչ մարտահրավերներ կային կամ գուցե այդ մեծ երկրներում, որ կոպիտ ասած հիմա չի ուզենա այդ մարտահրավերների հետ ապրել, եւ ինչ մարտահրավերներ կան արդեն գյուղում, Հոբարցիում։ Իմ տեսակով ավելի շատ ես հարմարվող եմ, կարողանում եմ տարբեր միջավայրներում ադապտանալ ու այնտեղ Երևանում ինձ նախ չէր հերիքում ժամանակը, կյանքի տեմպարագությունը, երկրագունդը ոնց որ մի քիչ ավելի արագ ֆռա ու չես հասկանում, երբ օրը սկսվեց, երբ շաբաթը վերջացավ, հա, այդ ամեն ինչի մեջ անընդհատ սենց մի հատ ցիկլ է, որ կարելի է ասել կրկնվում է։ Այնտեղ Երևանի մարտահրավերներից կառանձնացնեմ հենց այդ մարզից գնացած երիտասարդի կերպարին, իհարկե ոչ բոլոր դեպքերում, բայց դեռ այդ
ռայոնցի ու սենց ինչ-որ մտածելակերպ կա, իհարկե դա հիմնականում չի ասվում, բայց ինչ-որ կետերով դա զգում ենք էլի, որ հնարավոր է իրոք բաներ կա, որ կրթության առումով ենք մի քիչ հետ, մի քիչ թույլ, կամ ինչ-որ սենց օբյեկտիվ հանգամանքներից ելնելով մի քիչ ենք տեսել, մի քիչ է մեր մոտ ստացվել, ու երբ որ տեղափոխվում ես Երևան ինչ-որ մեծ նպատակների, երազանքների հետևից կամ նույնը թեկուզ արտերկիր, հասկանում ես, որ այդ մեծ համակարգի մեջ, այդ մեծ տեղի մեջ դու մի հատ փոքր մասնիկ ես, ու հարցը արդեն դառնում, ոնց կարող ես հարմարվել, որպեսզի քո պոտենցիալը մաքսիմալ ռեալիզացնես, ու իմ տեղափոխվելու վերադառնալու պատճառներից մեկը հենց դա է, օրինակ կարծում եմ ես ավելի էֆեկտիվ կլինեմ, քան Երևանում էի, ես իմ հավաքած փորձով այստեղ ավելի շատ փոփոխություն կարող բերեմ հենց թեկուզ երիտասարդների մոտ, քան կարող էի անել Երևանում, այնտեղ անկախ իմ լինել չլինելու հանգամանքից այդ հնարավորությունները առկա են, բայց կան հնարավորություններ այստեղ, որ նոր են կամ քիչ են ու դա ես կարող իմ հետ բերեմ, այստեղի մարտահրավերների մասով կարող եմ տեղափոխվել եմ գյուղ, շփվել կոմունիկացիա, ինչ-որ այս մասով է ճիշտն ասած մի քիչ իմ խնդիրը, գործնական հարաբերություններ, գործնական էթիկետ, մանավանդ որ գործի բերումով շփվում աշխատում եմ մարդկանց հետ, երբ որ Երևանում, չգիտեմ, ասենք ժամանակակից թիթիզ օֆիսներում մարդիկ նստած, իհարկե դա այլ կարիք է, ես դա չեմ ցածրացնում, բայց մտածում են ինչ-որ նոր մեր հանգստի սենյակում, ասենք PlayStation չկա, ինչի չկա մեր հանգստի սենյակում PlayStation, այստեղ աշխատանքային պայմանները, վիճակը, օրինակ, որ իմ աշխատողը մոտենում է ինձ ասում է, հնարավոր է ես չգրանցվեմ, որովհետև նպաստ եմ ստանում կամ, չգիտեմ, ԴՀԿ ունեմ, հնարավոր չի իմ քարտին գումար փոխանցել եւ այլն, դրանք մարտահրավերներ են, որ փորձում ենք ինչ-որ ձևով հաղթահարել, դրանց հետ համակերպվելով աշխատել, ստեղծել։ Հետաքրքիր է։ Պլյուսների մասին ըստ երևույթին խոսացիր, ժամանակ, բնություն, հանգստություն, ես կուզեմ մի քիչ ռեստորանից պատմես, Դավիթ ջան, որովհետև հեչ դեմ չենք լինի, որ քո ռեստորանի մասին ավելի շատ իմանան, անունով ասա, ուղղությամբ ասա, առանձնահատկությամբ ասա, հետո մի հետաքրքիր թեմա կուզեմ բացեմ ու քննարկենք։ Շնորհակալ եմ հնարավորության համար, անուններից խուսափեցի, որպեսզի գովաստ չլինի ոդքասթով։ Իմ ռեստորանը գտնվում է Գյուլաքարակ համայնքում, Հոփարցի գյուղի սկզբնամասում, մեր կողմի տուրիստական մեխը Դենդրոպարկն է, Դենդրոպարկից մոտ 5-6 կիլոմետր հեռավորության վրա բնության գրկում ռեստորանը, անունն է Ուրենի, երկար ժամանակ է, որ ռեստորանը գործում է, ու մեր հիմնական այդ առավելությունը պլյուսը շուկայում, որ ամեն ինչ տնական է, բնական, համեղ, այսինքն, չգիտեմ, այն ամեն ուտեստը, ուտելիքը, որ դրսից եկող, քաղաքից եկող մարդու համար դա մի քիչ դժվար հասանելի է կամ դժվար է ճարվում, այստեղ կա տնական է, գյուղի է ու փորձում ենք զարգացնել, ստեղծել, հենց այս պահին էլ ասենց միտինգից առաջ փոխվեցի, բայց ներքևի հատվածը տենց մի քիչ բանվորական շորերով եմ, կեղտոտ բան ու գործ ենք անում, աշխատում ենք զարգացնել։ Հիմա գիտես ինչն է հետաքրքիր, տես դու երիտասարդ ես, փորձդ դուրս է եկել գյուղից, աշխատել ես, ենթադրում եմ ահագին փորձ ես հավաքել եւ վերադարձել ես պապական գյուղ, ոնց նաեւ հասկանում եմ ընտանեկան ռեստորան, ձեր ընտանեկան, քո գալը մենեջմենթի մեջ շատ բան է փոխում կամ փոխելու, то есть նոր մարդ գործի գլխին նոր մոտեցումներ, գուցե արդեն աշխարհում տեսել ես համեմատելու բան ունես եւ այլն, այդ է հետաքրքիր, որովհետեւ ես ինքս քեզ ասեցի, որ 100-ին մոտ արդեն հյուրեր եմ ունեցել, այդ մարդկանց գալը մարզ, ոնց է մարգանցով կանգնեցում ես ջրի մեջ, այսպես գույնը փոխվում է, միջավայրի վրա
անհամեմատ մեծ ազդեցություն են թողում, քան դա կարող լիներ, ասենք, խոշոր քաղաքներում։ Հիմա նույնը գյուղն է, բիզնեսն է, դու եկար, ինչ ես մտադիր, շատ բան է փոխվելու։ Ռեստորանը ընտանեկան բիզնես է, բայց ընտանիքը չի զբաղվել 10 տարուց ավել վարձակալությանը հանձնված եղել։ Հիմա արդեն ընտանիքի ներկայացուցիչը ռեստորանում ես եմ զբաղվում։ Գլոբալ վերցրած, հաճախորդի տեսանկյունից ասեմ, նոր շունչ զգում են բոլոր մտնողները, փոքր դետալներից սկսած մինչև ինչ-որ գլոբալ փոփոխություններ զգում են ու դրա մասին ասում են, ինչը շատ հաճելի է։ Մանավանդ ես աշխատել եմ շատ ամենատարբեր ոլորտներում, բայց ոչ ռեստորանային ոլորտում։ Մինչև ես ռեստորանի հետ առնչություն ունեցել եմ միայն որպես հաճախորդ, ոչ որպես աշխատակից կամ առավել ևս մենեջեր ու տնօրեն։ Դա մի քիչ խնդիր էր ինձ համար, բայց գնալով ամեն ինչ շտկվում է ու արձագանքը, ազդեցությունը լավն է, դրական ֆիդբեք էլ շատ ենք ստացել։ Շատ լավ։ Խոստանում եմ մոտակա ժամանակները այցելեմ քեզ ու ավելի քան վստահ եմ, որ մանավանդ որ մոտ ենք ապրում, ես Ստեփանավան եմ տեղափոխվել 2 տարի, դրանց 1.5 տարի էլ, դրանց առաջ 1.5 տարի էլ Վանաձոր էի, այսինքն 3.5 տարի է ես Լոռիում եմ եւ շատ շուտով կհանդիպենք, որտեղ ահագին առիթներ կան։ Ես քեզ կհրավիրեմ, վստահ եմ դու էլ կգտնես այդպիսի առիթներ։ Հիմա այսպիսի մի հատ հարց. դու արդարացիորեն նկատում էիր քո գրառման մեջ, որ երեխաների, երիտասարդների համար գյուղերում, ու մարզերում, հատկապես գյուղերում, չկան զբաղվածության թեմաներ, զարգանալու ուղղություններ, փորձառություն։ Ուշում կրթաժամանցը շատ վատ վիճակում է։ Ես սրա մասին մտածել եմ, իհարկե համաձայն եմ, բայց կուզեմ քո կարծիքը լսել հետևյալի մասին։ Ինչպիսի լուծումներ դու տեսնում, որտեղ ես մի լուծում տեսնում եմ, մեկ քեզ լսեմ, հետո կարծիքս կարտահայտեմ։ Այականում այդ մասով մենք ահագին բացում ենք ու հնարավորությունները երիտասարդների համար ահագին քիչ են։ Հենց իմ post-ի մեջ էի նշել, մեր գյուղից 13-ից 16-17 տարեկան տղաներ սպորտային խմբակ հաճախելու համար ավտոստոպով ամեն օր գնում են Ստեփանավան ու հետ գալիս ու մեր գյուղը միակը չի, բացառություն չի։ Այսինքն անկախ նրանից, որ հենց գյուղում հնարավորություն չկա, տեղում չկա, այդ մարդիկ ցանկություն ունեն ու դա բնական է, որովհետև պետքա կրթվելու համար բոլորը հավասար հնարավորություններ ունենան, լինեն հարթակներ։ Ես այս մասով լուծում տեսնում եմ, որ համայնքներում լինեն երիտասարդական կենտրոններ, իրանք կան նոր շունչ, նոր փոփոխություն բերեն, օրինակ այդպիսին կա Ստեփանավանում, այս հարցը մենք իրար հետ չենք քննարկել, բայց վստահ եմ տեղյակ ես Լույս երիտասարդական կենտրոնի մասին, իրանց հետ համագործակցություն եմ սկսել։ Հիմնադիրներից մեկն եմ։ Շատ հաճելի է, կակրած վաղը լինելու եմ ես Լույս երիտասարդական կենտրոնում։ Այդ մարդիկ, այսինքն դուք, առանց ինչ-որ մեծ ռեսուրսների, ինչքանով որ ես եմ տեղյակ, մի քիչ ընկերական շրջապատով, մի քիչ համայնքապետարանի աջակցությամբ, մի քիչ ձեր անձնական ռեսուրսով հիմնել եք երիտասարդական կենտրոն ու վստահ եմ այդ կենտրոն հաճախող երեխաները թե հիմա, թե հետագայում ինչ որ առումներով դրական պետք է տարբերվեն մնացածից ու երբ որ բոլոր գյուղերում կամ գոնե մի քանի գյուղերի այդ մեջտեղի գյուղում լինի երիտասարդական կենտրոն, որը կունենա ինչ-որ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, պարբերաբար հյուրեր ոլորտում հաջողակ մարդկանցից, ինչ-որ ակումբներ, տարբեր խմբակներ, դա մի հետաքրքիր հարթակ կլինի, որտեղ կարող են այդ երիտասարդները կրթվել, օրինակ Քոաֆի դեպետի Smart կենտրոնն է, իհարկե ինքը երիտասարդական կենտրոն չի, ահռելի աշխատանք են անում ու այդտեղ հաճախած երեխեքը ձգտում են ավելին,
որովհետև գյուղերում մի քիչ ավելի, քանի որ փակ է ամեն ինչ, մտածելակերպը նեղ է ու մարդիկ դրա համար մեղավոր չեն։ Այսինքն, երբ որ դու տեսնում ես ավելին, սկսում ես ավելին մտածել։ Այդ շատ մտածելու, մեծ մտածելու համար պետք է գոնե դրա մի քիչը տեսնել։ Իմ կարծիքով երիտասարդական կենտրոններ բացելու, եթե դա լինի պետական մակարդակով ֆինանսավորվող, բայց համագործակցելով ոլորտում փորձառու երիտասարդական աշխատողների հետ, սենց ինչ որ մի բան ստեղծել, կարող շատ էֆեկտիվ լինի ու ահագին կփոխի գյուղերում երիտասարդներին առհասարակ համայնքային կյանքը։ Հարգելի ընկերներ, Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու, Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմ-արդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Շատ լավն էր, մանավանդ այն հատվածը, որ առաջարկեցիր այդ երիտասարդական կենտրոնների խտությունը մեծացնել ու դուրս եկավ այդ պրագմատիկությունը, էլի, դες ոչ թե ամեն գյուղում, այլ գոնե մի քանի գյուղի մեջտեղը։ Ես ասեմ, որ դա իրական այդքան է բարդ լուծվող խնդիր չի, բարձվում ամենաբարդը մարդն է, то есть առաջնորդության ինստիտուտը, մարդիկ, ովքեր կվարակվեն գաղափարով, կվերցնեն պատասխանատվություն, կդրսևորեն երկար կամք, հա, եւ ընթացքում նաև ինչու՞ չէ նաև ընթացքում կզարգացնեն բոլոր կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները, որ ամեն ինչը կառավարեն ու զարգացնեն։ Հենց ընթացքում էլի պարտադիր չի այսպես հավաքես, ամեն ինչ պատրաստ լինի, նոր սկսես։ Այսինքն իմ կարծիքով ստեղ մեզ ոչ թե պետք են երիտկենտրոններ, մեզ պետք են առաջնորդներ։ Իրանց հետևից շատ բան է հնարավոր ունենալ, որ դեռ չկա, չեմ ասում ամեն ինչ, բայց շատ բան, հա։ Երկրորդը գիտես, Դավիթ ջան, այսպես քննարկումային դաշտ եմ բերում, էլի չեմ պնդում։ Նայ, երբ են ծնվում առիթներ, որպեսզի մարդիկ հավաքվեն, կրթվեն կամ ժամանց ունենան կամ կրթաժամանց։ Երբ որ մարդկային խտությունը շատ է, իրար տեսադաշտում են, շատ ինֆորմացիա են փոխանակում ու ամեն մեկը ինչ որ բան է, այսպես ստեղծում եւ մյուսները դա տենում են։ Դες անդադ առիթ է ստեղծվում, հա, եւ մեր երիտասարդներս դրան ասում ենք քաղաքում շարժ կա։ Տենց են չի ասում, շարժ կա։ Մեր մոտ չկա։ Որովհետեւ հեռու ենք ֆիզիկապես, ինֆորմացիայի փոխանակումը անհամեմատ քիչ է տեղի ունենում, անհամեմատ դժվար է հավաքվելը, որովհետեւ համ քիչ ենք, համ հեռու ենք ծրված սարերի ճանապարհների արանքում։ Իրոք էլի, այսպես ինֆորմացիայի փոխանակումն անգամ բարդանում, հա, ու եթե լոգիստիկան դժվար է, ճանապարհներով է, երկար է, աչքի առաջ չի, չգիտեմ, ծրված է մարզերում բնակչությունը։ Բայց ինչպես ֆիքսեցինք, խնդիրը հեռավորությունն ու ծրվածությունն է, չէ՞։ Բայց չէ որ կա մի հատ միջավայր, որտեղ կամ մի հատ տեխնոլոգիա, որտեղ մենք բոլորս նույն հեռավորության վրա ենք, դա թվային միջավայրն է։ Ստե էլ են հարցեր առաջանում, օքեյ, թվային միջավայր, բայց դու թվային միջավայրում ամեն մարդ հետևում է եւ զբաղվում է նրանով, ինչով որ զբաղվում է եւ փաստ չի, որ ինֆորմացիան շատ էլ որ բոլորն ինտերնետ ունեն, ինֆորմացիան հասնում է նրան եւ այն ժամանակ, երբ որ պետք է եւ ում պետք է, հա։ Այդ այնտեղ էլ են ձևավորվում, չէ՞, պղպջակներ, այսինքն նմանատիպ հետաքրքրություններ ունեցողները, նմանատիպ նույն նպատակն ունեցողները, նույն ֆիզիկական տարածքում ապրողները։ Հիմա ես ինչով որ զբաղվում եմ, կոչվում է համայնքաշինություն, համայնքներ, համայնքաշինություն, community building, հա։ Կյանքիս վերջի 10 տարիները համայնքներ եմ սարքում, այդ թվում նաև հիբրիդային համայնքներ, ասել է թե համայնքներ, որտեղ առիթները, ակտիվությունները իրանք մեկ on-line են, մեկ offline են, մեկ on-line են, մեկ offline են։ Ու այսպես մեմի մասին հեսա այսպես տեղ կա մեր լոգոն մարզե երեխաների մարզերի կազմակերպություն։ Մենք կարողացել ենք համախմբել Ջավախքից մինչև Սյունիք, Սյունիքից մինչև Նոյեմբերյան
այսպես Հայաստանի 600 երեխայի մեկ միջավայր։ Իրանք շատ ավելի մոտիկ են, քան քաղաքներում։ Այդ միջավայրում, որ առիթ է բացվում, միջոցառում, event, բոլորը տեսնում են։ Այդտեղ որ նորություն է հայտնվում, բոլորը տեսնում են։ Այսինքն խոսքը համայնքների մասին է։ Եվ այս համայնքում, որտեղ 600 մարդ է ապրում, 650, ասում եմ, կրկնում եմ, Ջավախքից մինչև Սյունիք այնքան ակտիվություն կա, պարզա չէ, որ բոլորը չեն գնում ամենտեղ։ Այսինքն օրինակ մոտակա օրերին Թումանյան համայնքում ակտիվություն կա, իդեպ եթե ստացվի միասին մի հատ կգանք, բազմօրյա ակտիվություն կա, խոսքը աշխատաժողովի մասին է։ Օրինակ կա Ջավախքում ահագին երրորդյա մեծ միջոցառում, ու դրանք ստեղծում են համայնքի անդամները, ոչ թե կենտրոնից։ Ուզում ասեմ, մարզերում աշխատում են համայնքները։ Եթե մենք այսպես թվային տեխնոլոգիաների միջոցով գտնում ենք իրար, լինում ենք եւ մնում ենք կապի մեջ, ակտիվ ինֆորմացիա ենք փոխանակում, ակտիվ նախաձեռնում ենք եւ միմյանց նախաձեռնություններին արձագանքում ենք, գտնում ենք մի միջավայրում, որտեղ ամեն մի նորություն, ամեն մի նոր առիթ, ամեն մի կրթական, ժամանցային, կրթաժամանցային առիթ այսպես կախվում է այդ միջավայրի եւ բոլորը թարմանում են եւ մի հատ էլ իրանց հերթին իրար ասում են, ես համարում եմ, որ եթե ոչ 100%, ապա մեծ մասով իրազեկ լինելով, իսկ իրազեկ կարելի է լինել, երբ որ համայնքներում ես եւ բազմաթիվ կապերով կապված ես այլ ակտիվ կետերի հետ, հա, իրազեկ լինելով կարելի է բավականին բարձր տեմպով վայելել գոնե քո նշած ոչ ֆորմալ կրթաժամանցային կյանքը։ Հիմա օրինակ ես համոզված եմ, որ Հոբարտիում ապրելով եւ Հոբարտի տեմպով ապրելով շատ տխուր է լինելու պատկերը, բայց Հոբարտիում ապրելով ֆիզիկապես չապրելով Հոբարտի տեմպով, այլ բազմաթիվ կապերով, այսպես արձագանքելով տարբեր նախաձեռնությունների տեղեկանալով, ինքներս գեներացնելով եւ ներգրավելով, հա, այսպես մեր կյանքը նորից կլցվի կրթաժամանցային բավարար քանակի միջոցառումներով եւ այդքան էլ տխուր չի ստացվում պատկերը։ Ես ինքս այսպես ապրում եմ, հա, Ստեփանավանում, ստեյց են կանչում, ընդդեյց են կանչում, ինքս եմ նախաձեռնում, այն մյուսն է նախաձեռնում, ստե արձագանքում եմ, այնտեղ չեմ հասցնում արդեն արձագանքեմ, օրերի չեն հերիքում այդ ակտիվությունների քանակին, բայց կողքից հարևանն ասում է Ստեփանավանում բան չկա։ Որն է տարբերությունը։ Ես ապրում եմ համայնքի մեջ, այսինքն իմ թվային գյուղը, որը ֆիզիկական գյուղ չի, հա, իմ թվային գյուղը այսպես ծրված գյուղ է, բայց թվային միջավայրում մենք մի գյուղ ենք, որտեղ on-line ակտիվություններին ու հաղորդակցությանը շուտ բավական հաճախ գալիս են փոխարինելու օֆլայն ակտիվությունները։ Դες երկար մի քիչ խոսեցի, բայց քո LinkedIn-յան ստատուսը կարդալու եւ հրավերի նամակը գրելուց անմիջապես հետո ես արդեն քեզ հրավիրում էի, արդեն չեմ էլ հիշում ուր գնալ, հա, Արշավի ենք գնում։ Արշավի։ Հա, ես արդեն վաղը եւ մյուս օրը Թումանյանում ակտիվություններ ունենք եւ նույնիսկ հրավիրեմ։ Արդեն դու ես ինձ հրավիրել։ Այսինքն սկսեց։ Էլ չեմ ասում, որ քո հետևում ահագին մեծ ցանց ու ընկերություն կա, նշեցի Լուիս երիտասարդական կենտրոնը։ Նույնը իմ հետևում։ Հեսա այս ամեն ինչ որ կպավ իրար, մենակ այս երկուսից կողմից միմյանց ուղարկվող հրավերների քանակը զգալիորեն ավելանալու։ Եթե կարճ մարզերում պիտի աշխատեն համայնքները, community-ները եւ մարզի երիտասարդը նախ մի կողմից ինքը պիտի հասկանա, եթե չի հասկանում, մենք մեր վրա պարտավորություն վերցնենք, իրան հասկացնենք, որ անպայման պետք է միանալ երիտասարդական համայնքներին, անպայման պետք է սովորել օգտվել ու համագործակցել եւ այդ ժամանակ քո կյանքի այդ պակասող գույները, եթե չասեմ 100%, ապա զգալիորեն կկոմպենսացվեն։ Այսի մտքերն են իմ փորձառության վրա հիմնված, կուզեմ քո կարծիքը լսեմ։ Շատ հետաքրքիր կոնցեպտ է, այսինքն թվային դաշտը օգտագործել որպես գործիք, ստեղծելու այդ համայնքը ու արդեն թվային դաշտում ստեղծված համայնքի հետ կազմակերպել ոչ թվային, այսինքն կենթանի շփում, միջոցառումներ, իվենտներ եւ այլը, հրաշալի կոնցեպտ է ու ինքը միանշանակ աշխատող է, վստահ եմ մինչև հիմա աշխատում է, սրանից հետո էլ աշխատելու է, շատ հետաքրքիր մոտեցում է, ինձ դուր եկավ ամեն դեպքում, այսինքն չլինի արեցինք ինչ-որ մի հատ իվենտ կամ միջոցառում, եկան 50 հոգի, գնացինք ու սպասում ենք հաջորդին, ցանց է ստեղծվում, հա, եկան 50 հոգի, մնացին թվային դաշտում, ցանցի մեջ, հաջորդ անգամ եկան ուրիշ 50, արդեն եղան 100 հոգի, հրաշք բան է ստացվում։
Լիովին համաձայն եմ քո հետ, Մայր ջան, պետքա ուղղակի գիտես ինչ այս գաղափարով այն ինչը դու ասեցիր առանց գաղափարի ինքը իրագործելի չի իմ կարծիքով, որովհետև դու այդքան բանը որանում ես, դրա տակ գաղափար ես տեսնում, ես ինչ որ բաներ որանում եմ, գաղափար եմ տեսնում, ու այս առումով մենք գաղափարակից ենք, ու օրինակ ես որ սենց հետ գնամ կարող եմ հիշել, թե իմ կյանքի որ փուլում կամ ինչ իրադարձություններից հետո եմ ես այս գաղափարների կրողը դարել, վստահ եմ նաև դու, այսինքն այդ պուլսը, հա, այդ միջադեպը, իրավիճակը, կյանքի փուլը ոչ բոլորի մոտ է լինում, ինձ թվում է մենք պետքա աշխատենք անենք նենց, որ այս գաղափարով վարակենք մնացածին, ու քանի ինչքան շատ լինեն գաղափարակից մարդիկ ընկերներ, այդքան ավելի ուժեղ ու մեծ թափով այս ամեն ինչը առաջ կգնա, ու գիտես ինչ խնդիրը հենց դա է, շատ ժամանակ օրինակ երիտասարդական կենտրոններում ծրագրերի ժամանակ, հա, միշտ աղջիկները գերակշռում են, Այո, հա, այդ մասով հետաքրքիր դեպք պատմեմ, Սլովակիայում էինք ու մի հատ տղայի հետ հանդիպեցինք, ով Սլովակիայում 30-ից ավել երիտասարդական կենտրոն էր բացել, ու սենց գնում էր ինչ-որ քաղաք, արագ, չգիտեմ ոնց, մի հատ կենտրոն բացում, հաջորդ քաղաք, իրանց ճանապարհի մասին էր պատմում, իր կենտրոնների մասին էր պատմում, ասում մենք մեր կենտրոնում ունենք PlayStation ու սառնանում գարեջուր, զարմանում ենք բոլորս երիտասարդներ, դեռահասներ, երեխեք, իրանք էլ ունեն մեր խնդիրը այդ տղաների մասով եւ այլն, իհարկե նույնը կարող է մեր մոտ չաշխատի կամ մի քիչ ուրիշ արձագանք ունենա, բայց որպես երկ, որպես լուծում դա էին գտել, հա, ոնց օրինակ տղաներին են, ովքեր դպրոցում մի քիչ չարեն, մի քիչ ավելի շատ նախընտրում են բակը, քան ինչ-որ մի հատ կրթական հետաքրքիր ժամանցը կամ ծրագիրը, ոնց իրանց բերենք մեզ մոտ, բերենք նրանով, ինչ իրանք սիրում են, PlayStation ու գարեջուր, խնդրեմ եկեք, դուք կգաք PlayStation խաղալու խաթեր, որպեսի անվճար PlayStation խաղաք, դուք կգաք, որպեսի անվճար գարեջուր խմեք, բայց 3-4 օրվանից սկսած դուք արդեն կլնեք մեր գաղափարի կրողը, դուք արդեն կհասկանաք, որ սրա տակ գաղափար կա, սա ուղղակի ժամանց չի, այսինքն պետք է ինձ թվում է ինչ-որ մեխանիզմներ մտածենք, որ հնարավորինս շատ մարդ ներգրավենք, ու էլի եմ ասում, ինձ թվում է ավելի շատ տղաներին, որովհետև տղաների մասով մի քիչ կաղում ենք ու ես ինքս է ժամանակին այդ քարթ ու ասվածը, հա, ու դեռահաս տարիքում երիտասարդ տղա, անաձորում ծնված մեծացած, այս ամեն ինչին լրիվ ուրիշ աչքերով էի նայում, ուրիշ ձև էի պատկերացնում, չգիտեմ, մինչև իմ ընկերներից մեկը ինձ ասավ, արի գնանք ճամբարում լինենք ջոկատավար, ու այդ ժամանակից սկսած իմ մոտ փոխվեց, այսինքն բոլոր պետք է ստեղծել մեխանիզմներ, իրավիճակներ, որտեղ շատ մարդկանց մոտ կփոխվեն դա ու կհասկանան, որ սա ուղղակի ժամանց չի, սա ուղղակի, չգիտեմ, անվճար ինչ-որ միտեղ գնալ չի, այլ սա գաղափար է, սա ուժեղացում է, առաջ խաղացում է։ Լրիվ համաձայն եմ, տղաների մասով եւս, ներգրավման մասով եւս, դաժե ես մոտավորապես գիտեմ տղաներին ոնց է պետք ներգրավել, կոպիտ ասած այդ առաջի կոնֆետը, հա, որով գետը անցկացնում ես, հետո նոր անցնում ավելի խորքային եւ ավելի ծանր գաղափարական դաշտ, օրինակ ասենք մեր մոտ էլ է դժվար աշխատում, բայց օրինակ ֆուտբոլային խաղերի ֆորմատը, որ մտցնես համայնք, ինքը տղաներին կներգրավի, հետո ասենք միասին, չգիտեմ, սնունդ, հետո արդեն լավ տղեկ, այսպես չի լինի, հա, այսպես լրիվ համաձայն եմ հետը, այդ դժվարությունները գոյություն ունեն, դե իմացի, որ երկար կխոսանք, այս մոդելները, որ ես ասում եմ, իրանք փորձարկված են տարիներով եւ Հայաստանի մասշտաբով են աշխատում, ուր մնաց մեր փոքր տարածաշրջանում չաշխատեն եւ առնվազն ես քեզ խոստանում եմ լիքը հետաքրքիր ծանոթություններ, վստահ եմ ինքս էլ քեզանից լիքը բան ունեմ իմանալու ու սովորելու։ Դավիթ ջան, քանի որ ժամանակը սահմանափակ է, ես վերջի հարցը տամ, հա։ Իմ ավանդական հարցն է այս ոդքասթում։ Շատ-շատերն են այսօր մտածում մարզեր գալու մասին, որովհետև իրոք Երևանը կարծես թե ամեն ինչ անում է դրա համար, էլի, հա, այսպես գնալով ավելի քիչ ընտրություն է թողնում, ժամանակ, էներգիա, առողջություն, մենթալ
առողջություն, հա, в общем հիմա շատերի մտքին կա, բայց այդ քայլը վախենում են անել, այսպես վերջի քայլը վախենում են անել, հա, ինչ որ բան։ Ինչ խորհուրդ կտաս դու այդ մարդկանց։ Ոյ, այդ մարդկանց խորհուրդ կտամ նախ եւ առաջ չվախենալ, որովհետեւ չափազանց ճիշտ որոշում է, որովհետեւ այստեղ կա ներդաշնակություն բնության հետ, այդ ներդաշնակությունը կյանքի ավելի հանգիստ, դանդաղ տեմպը, ավելի շատ մտածելու ժամանակը, ավելի շատ ու սենց ահագին բաներ, որ ավելի շատ են այստեղ, հա, եթե տեղափոխվելու հնարավորության առումով, այսինքն ապրել, աշխատելու, աշխատատեղ եւ այլն, այդ հարցերը կարգավորված է, մնացած առումներով կարող եմ բոլորին վստահեցնել, որ չեն փոշմանելու, օրորի ավելի են գալու են համոզման, որ ճիշտ որոշում են կայացրել։ Այստեղի կյանքը հետաքրքիր է, իհարկե բոլոր մինուսներին, հա, ինչ որ մարտահրավերներին, ջերմ կոլորիտը, գյուղական միջավայրը, մեկը մյուսին օգնելը, հյուրընկալությունը, տարօրինակ ջերմություն կա, չգիտեմ, այստեղ են բոլոր այդ մեր հնուց եկող ինչ որ ադապտներ, ավանդույթներ, որ առաջի հայացքից տարօրինակ են թվում, կողքի աչքով նայում ես, ասում ես, հա, այս ինչ են անում, ու մտնում ես դրա մեջ, այդ vibe-ը տեմպը զգում ես, ինքը շատ հետաքրքիր է դառնում, ուղղակի պետք է այդ ալիքի մեջ մտնել, այդ տեմպի մեջ մտնել, օրինակ եկավ խոտի սեզոնը, դու կարաս գնաս, բոլոր հարևաններով հավաքվում են, գնում են ինչ-որ մեկի համար գործ անելու, ու դու տենում ես ոնց կարա մարդը առանց ինչ-որ շահի ակնկալիքի, մեկը մյուսին օգնի ու շատ օգնի, ու այդ ամեն ինչը այստեղ ավելի շատ է պատահում, համենայն դեպս իմ փորձով, քան մեծ քաղաքներում ու կոնկրետ Երևանը չառանձնացնեմ, չթիրախավորեմ, չգիտեմ, մեծ հաշվով ես իմ որոշումից շատ գոհ չեմ փոշմանում ու խորհուրդ կտամ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն որոշակի հնարավորություն այստեղ տեղափոխվելու, ցանկացած մարզ տեղափոխվելու, անեն դա ու անեն դա ոչ միայն իրենց համար, այլ նաև տվյալ համայնքի, տվյալ համայնքում ապրող մարդկանց համար, բերեն իրենց այդ փոփոխություններ, թարմություն, նորություն ու բոլորով շարժվենք առաջ, ամենտեղ պետք են այդ լուսավոր կետերը, որ համախմբեն, ուժեղացնեն, հզորացնեն։ Շնորհակալ եմ, Դավիթ ջան, դեպքում կհանդիպենք համայնքում, ես քեզ նաև կհրավիրեմ։ Կներես մայիս ջան, հասարակություն։ Հա, ոչինչ, ոչ մի խնդիր, էսի մոնտաժվելու է։ Այդ դեպքում ես քեզ կհրավիրեմ նաև մեր հյուրերի համայնք, մարզեր գնացած մարդկանց փորձի փոխանակման համար եւ մնացած բոլոր զարգացումները կթողենք ժամանակին։ Մերսի, որ արձագանքեցիր, մինչ նոր հանդիպում, ինչ որ բան հուշում եմ, որ դա լինելու է մի քանի օրից։ Շնորհակալ եմ Մայիս ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ սիրով զրուցեցինք, հետաքրքիր գաղափարներ փոխանակեցինք ու ես էլ վստահ եմ, որ սա շարունակական է լինելու, իրար մոտ ենք, կհանդիպենք արդեն առերես։ Այո։ Մենք ինչ ենք անում։ Ինչ նոր հանդիպում։ Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։